ընդունվեց որպես բոլոր պատերազմներում նահատակների հիշատակի օր, կխնդրեմ նշեք ինչքանով է այն ձեզ համար ընդունելի եւ նաեւ ընդունելի է եւ նշենք, որ Հայաստանի գերատեսչություններից տարբեր գերատեսչություններից ներկայացել են եռաբլուր, սակայն կարծես թե խուսափել են Արցախի կանչե կոթողի առջև ծաղիկներ խոնարհել։ Անկեղծ ասած չեմ նկատել նման բան, դա իրենց խնդիրն է, երևի բարդույթները։ Իրականում այսօր շատ կարևոր օր է, շատ կուզեի նման օր ընդհանրապես մեր պատմության մեջ չլիներ, բայց այսօր բոլորս պետք է ոգեկոչենք մեր անմահացած հերոսներին, խոնարհվենք նրանց ծնողների, երեխաների, կանանց, եղբայրների, քույրերի առջև։ Նրանք իրենց ամենաթանկը տվել են ամենաթանկին, տվել են հայրենիքին, տվել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ապրենք եւ գոյատևենք։ Խոնարհում ես բոլոր նահատակված հերոսներին։ Մնացածը, չգիտեմ, այսօր այն օրը չի, որ պետք է այլ գնահատականներ տանք։ Կարծում եմ պետք է նենց անենք, որպեսզի եռաբլուրը ստեղ եւ առհասարակ մեր հանրապետությունում նոր զոհեր չլինեն։ Նոր զոհեր չլինեն եւ մենք կարողանանք ապրել եւ գոյատևել, զարգանալ խաղաղ եւ անվտանգ հայրենիքում։ Շնորհակալություն բոլորին։ Նաև պարոն Վանեցյան, Դավոսում կայացած համաժողովի ժամանակ հանրապետության նախագահ շնորհակալություն հայտնեց Իլհամ Ալիևին, կխնդրեմ նշեք ձեր գնահատականը, ինչի համար շնորհակալություն հայտնել եռաբլուրի, հայաթափված Արցախի զոհերի, ինչի համար, ձեզ համար, դուք ինչպես եք։ Ձեր հարցի ձևակերպման մեջ արդեն ամեն ինչ ասացիք։ Գիտեք, անհասկանալի է այս մարդկանց, միգուցե մարդել պետք չի իրենց ասել, պահվածքը եւ մոտեցումը, անկեղծ։ Ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, բայց հուսով եմ, որ առաջիկայում այդ ամբողջը կշտկվի։